Արցախից բռնի տեղահանվածների համար Հայաստանի քաղաքացիություն ստանալու գործընթացը շատ դեպքերում սկսվում է ոչ թե դիմումից, այլ փաստաթղթերի վերականգնումից։ Ծննդյան ամուսնության վկայականներ, ծնողների փաստաթղթեր, որոնք մնացել են Արցախում։ Յուրաքանչյուր փաստաթղթի վերականգնումը կարող է շաբաթներ կամ ամիսներ տևել, որոշ դեպքերում էլ դատարանի միջոցով իրականացվել։ Անուշ Աբրահամյանը 3 ամսից ավելի փորձում էր իր ծննդականը վերականգնել, քանի որ դեռ Խորհրդային Միության տարիներին տրամադրված ռուսերեն ծննդականում ազգանունը գրված է Աբրամյան։ Նոտարը ասեց, որ չեմ կարողանալու փոխեմ, պետք է դիմեք ստեղի ԶԱԳՍ-ին, դիմեցի ու ասեցին, որ այդ փոխելու process-ը մի քանի փուլից է բաղկացած, նախ պետքա վերականգնել մեր ծննդյան վկայականները, ինչը ենթադրում է իրանից, որ պետքա մուտքագրվել ստեղի բազա, ծննդյան վկայականները, որից հետո պետքա կատարել այդ սխալի իրանց ասած ուղումը։ Դրանից բարձվել է, որ իմ ծննդյան վկայականը փոխելու համար պետքա փոխել ծնողներիս ծննդյան վկայականները, իրանց ամուսնության վկայականը։ Փաստաթղթերի վերականգնման համար լինում են նաև շատ ավելի բարդ դեպքեր։ Մեր 101 տարեկան տատիի ծննդականը մնացել է գյուղում։ Հիմա տատիի ծնողների ԶԱԳՍ-ի թուղթ են ուզում, որոնք ամուսնացել են 1918 թվականին, եւ իհարկե ծնողների ծննդականներ կամ մահվան թղթեր։ Այդ թղթերը 2020-ին գրաված գյուղում է մնացել, ասում է արցախցիներից մեկը։ Միգրացիայի եւ քաղաքացիության ծառայության ներկայացուցչի խոսքով քաղաքացիություն ստանալու համար որոշակի փաստաթղթերի առկայությունն օրենքի պահանջ է։ Փաստաթղթերը կոնկրետ են, որոնք նշված են իրավական ակտերով, եւ այդ փաստաթղթերը վերականգնելու իմաստով անձը փակուղու առջև չի գտնվում, քանի որ հնարավորություն ունի օրինակ քաղաքացիական կառուցության ակտերի գրանցման գործակալության միջոցով վերականգնել որոշակի փաստաթղթեր, որոնք են օրինակ ծննդյան վկայականը, ամուսնության վկայականը, մահվան վկայականը։ Իսկ թե արդյոք փաստաթղթերի վերականգնման process-ը կարող է հեշտացվել, հաշվի առնելով, որ Արցախում թողնված որոշ փաստաթղթեր բարդ է վերականգնել, Արդարադատության նախարարությունից խնդրել են գրավոր հարցում ուղարկել։ Մեկ այլ խնդիր է քաղաքացիություն շնորհելու ուշացումները։ Անուշ Աբրահամյանի ընտանիքն ուզում է դիմել բնակապահովման ծրագրին, բայց հոկտեմբերի 3-ից ի վեր իր մոր քաղաքացիության դիմումի կարգավիճակը քննարկման փուլում է։ Չնայած օրենքով սահմանված 90 աշխատանքային օրը լրացել է։ Սա այն տունն է, որն ուզում են գնել, բայց քանի որ քաղաքացիություն շնորհելն ուշանում է, ստիպված տալիս են տան վարձը, որ չկորցնեն այն գնելու հնարավորությունը։ Դեռ 2024-ի նոյեմբերին ներքին գործերի նախարարությունը հայտարարել էր, որ Արցախից տեղահանվածները կարող են Հայաստանի քաղաքացիություն ստանալ արագացված ընթացակարգով 1-2 ամսվա ընթացքում։ Գոնե մի հայտարարեք, որ ավելի արագ եք անելու, քան օրենքով պարտավոր եք, այսինքն 1-2 ամսվա ընթացքում եք անելու, ոչ թե 90 աշխատանքային օրվա ընթացքում, որովհետեւ մարդիկ կարողանան պլանավորեն, այլ կերպ ասած, որպեսզի ես իմ ումից որ բնակարանը գնում եմ, ես այս մարդու հետ էլ կարողանամ ճիշտ պայմանավորվածություն ձեռք բերել, արդար է, չէ, որ մտածել, որ մարդը կարա հույս դնի վարչական մարմնի վրա, որ վարչական մարմինը օրենքով սահմանված իր վրա դրված պարտականությունը կատարելու է։ Փետրվարի 13-ին ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանը նշել էր, որ քաղաքացիություն շնորհելու ուշացումները կապված են բացառապես դիմումների զգալի աճով, քանի որ հունվարի 1-ից գործարկվել է քաղաքացիության դիմումների առցանց հարթակը։ Մենք ունենում ենք դեպքեր, երբ որ մեր հայրենակիցները առանձին դիմում են, նշում են, որ դեռևս չի ստացվել հանրապետության նախագահի հրամանագիրը, բայց արդեն իրենք օրինակ բնակարանը գտել են, տունը գտել են, ուզում են ամփոփել process-ը, մենք առանձին ուղիղ ուշադրություն ենք դարձնում այդ դեպքերին, որպեսզի որևէ ձևով իրենց որևէ գործընթաց չհետաձգենք։ Չնայած դրան, Անուշ Աբրահամյանի ընտանիքը 2 անգամ դիմել է միգրացիոն ծառայություն, ներկայացնելով բնակապահովման հետ կապված իրենց խնդիրը։ Սակայն օրենքով սահմանված 90 աշխատանքային օրն էլ լրանալուց հետո մոր քաղաքացիության դիմումը դեռ քննարկվում է։